Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման ազգային ժողովը փաստացի դադարեցնելով Սահմանադրության հոդված 6-ի առաջին մասի պահանջի կատարումը, որը քրեորեն համարվում է սահմանադրական կարգը տապալելը բնույթի հանցանք, չի իրականացրել վերահսկողություն օրենքների կատարման ընթացքի նկատմամբ, որի հետևանքը եղել է այն, որ վարչապետ Փաշինյանն ազատորեն խախտել է սահմանադրությունն ու օրենքները, դրանց մեջ գրված օրինականությունը փոխարինելով սահմանադրական կարգը տապալելու աստիճանի հասնող իր հանցավոր ինքնիրավ օրենքներով, իսկ դատարանները կայացրել ու կայացնում են ակնհայտ անարդար դատական ակտեր, մասնավորապես կոնկրետ դեպքերով տեղի է ունեցել և ունենում հետևյալը. Փաշինյանն իրեն ենթակա պետական մարմիններ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի միջոցով 100 հազարավոր քաղաքացիների յուրաքանչյուրին շինծու կամ ոչ շինծու որևէ դեպքով ենթարկում է ՄԻԱԿ-ի փոխարեն 7-թակի պատասխանատվության, քրեական պատժի և վարչական թույլ-տուգանքի, արտարադատության բուն էությունը խաթարող փաշինյանական որ հանցանքներն ավարտին են հասցնում դատարաններն իրենց ակնհայտ անարդար վճիռներով։ 9-րդ գումարման ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, դիմեք ինձ, որպես օրինապահ քաղաքացու, կոնկրետ դեպքով ինձանից ստացեք փաստաթղթային ապացույցներ, որոնք հաստատում են պետական իշխանության կողմից վերոնշյալ բնույթի հանցանք գործելը, հրաժարվեք այդ հանցավոր գործելակերպից, իրականացրեք վերահսկողություն օրենքների կատարման ընթացքի նկատմամբ, որով գործնականում կիրառության մեջ կդրվեն սահմանադրությունն ու օրենքները և Հայաստանի Հանրապետությունը կփրկվի պետական իշխանության հանցավոր ինքնիրավչությունների հետևանքով կործանվելուց։ Ես բժիշկ Գուրգեն Սարգսյանն եմ, Շիրակի մարզի Սառնախբյուր գյուղից։